Պարոն Փաշինյան, 2024 թվականին դուք ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցիք, որ բանակցել եք Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ գույք պարտքի դիմաց գործարքով Ռուսաստանին հանձնված գույքի հարցով, ինչպես եղավ, որ Մարս գործարանը եւ Մերկելյան ինստիտուտը անցան Վլադիմիր Եվտուշենկովին, ինչ գործարքեր կմանրամասնեք, թե ինչ եք քննարկել գործարարի հետ եւ այդ գործարանը արդյոք գործելու է եւ Հայաստանը ինչ օգուտներ է ունենալու դրանցից։ Այո, ես 2024 թվականին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ խոսել եմ այդ թեմայով, ասելով, որ գիտեք, դուք գույքեր ունեք Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես նկատի ունենալով Մարս գործարանը, նկատի ունենալով Մերկելյան ինստիտուտի մի հատվածը, որը պատկանում է Ռուսաստանին, եւ ըստ էության այդ պոտենցիալը չի գործում, այնտեղ որպես պահեստներ են օգտագործվում, եւ ես իմ ակնկալիքն եմ փոխանցել եւ ես հույս ունեմ, որ այդ գործարանները ի վերջո կաշխատեն, որովհետեւ վերցնել ուղղակի ոչինչ չանելը այդքան էլ տրամաբանական չի։ Պարոն Եվտուշենկովը ինձ ասաց, որ ինքը այդ ուղերձը ստացել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի կողմից, որպեսզի այդտեղ իրականացվի ներդրումային ծրագիր եւ մասնավորապես արտադրության ոլորտի մեծ հավանականությամբ, տեխնոլոգիական եւ այլն, եւ պարոն Եվտուշենկովը ուզում էր իմանալ իմ կարծիքը այդ խնդրի վերաբերյալ, ես ողջունել եմ այդ մտադրությունը, ես չգիտեմ, այնտեղ սեփականության փոփոխություն տեղի է ունեցել, թե չի տեղի ունեցել, ես այդպիսի ինֆորմացիա չունեմ, բայց ամեն դեպքում դա Հայաստանի սեփականությունը չէ, Ռուսաստանի սեփականությունն է, եւ այնտեղ ինչ գործառույթներ, որ կամ ֆունկցիաներ ունի կամ լիազորություններ ունի Հայաստանը կիրականացնի։ Նկատի ունեմ, խոսքը գնում ներդրումային ծրագիր իրականացնելու համար, ես ողջունում եմ այդ մտադրությունը։ Հիմա մենք պայմանավորվել ենք հետեւյալը, որ իրենք ներդրումային ծրագիրը կներկայացնեն, իրենք իհարկե նաև որոշակի ակնկալիքներ ունեն կառավարությունից, ես ասել եմ, որ այդ ակնկալիքներին մենք կարձագանքենք, երբ որ ներդրումային կոնկրետ ծրագիր ունենանք եւ կախված նրան բովանդակությունից ծավալներից կտեսնենք, թե կառավարությունը ինչպես եւ ինչով կարող է աջակցել։